Չես կարծում, որ ամերիկյան հաշվապահությունը Հայաստանի համար դա անիմաստ մասնագիտություն է, քանի որ ինչի պետք է, ասենք, մարդը սովորի ամերիկյան հաշվապահություն, երբ ամերիկյան բիզնեսները դրանք դրսում են եւ Հայաստանից այդքան էլ ոնց որ ճիշտ չի, պահանջարկը քիչ է։ Չէ, բացարձակապես անիմաստ չի, հիմա հանգամանալից անդրադառնամ ինչու անիմաստ չի։ Հայկական շուկան ինքը փոքր է, լիմիտավորված է, շատ եթե կա X քանակությամբ աշխատատեղ հայկական ոլորտի հաշվապահի համար, 10X մասնագետ կա։ Այսինքն շատ հաշվապահներ պարզապես չեն կարողանում գտնել իրենց համար համապատասխան աշխատանք, ստիպված է լինում գնալ սովորել այլ մասնագիտություն, որպեսզի կարողանան իրենց համար աշխատանք գտնել եւ դրա դիմաց վարձատրվել։ Ամերիկյան հաշվապահության հնարավորությունը այն է, որ մարդը ֆիզիկապես գտնվում է Հայաստանում, բայց աշխատում է դրսի աշխատաշուկայում, որտեղ առաջինը քանակային առումով միլիոնավոր աշխատատեղեր կան, Հայաստանի նման սահմանափակ չի, աշխատավարձը միջինում համեմատած այստեղի աշխատավարձի հետ ավելի բարձր է, պարզապես պետք է որոշակի ջանք գործադրել, որպեսզի այդ աշխատաշուկայում ունենալ ուրույն դեր եւ տեղ եւ աշխատավարձ։ Այս տեսանկյունից հնարավորությունները կան, պարզապես պետք է փորձել։ Անիմաստ չի, որովհետև տեղական շուկան արդեն իսկ լճացած է, մարդիկ վարձատրվում են ոչ այնքան, ինչքան որ իրանց բավարար է նորմալ կենսակերպ ապահովելու համար, հետևաբար ամերիկյան հաշվապահություն դա ալտերնատիվա է, որպեսզի ավելի բարեկեցիկ կյանք կարողանան իրենց համար ապահովել։